Ես Լևոն Վարդեղյանն եմ, 14 տարեկան, սովորում եմ Էջմիածնի համար 3 դպրոցում, արդեն 10 տարի է ինչ պարապում եմ ըմբշամարտով, երկար տարիներ պարապել եմ այս սպորտաձևով և շատ ընկերներ եմ ձեռք բերել այստեղ և ինձ թվում է, որ սա իմ կյանքի կարևորագույն ճանապարհն է, որ պիտի անցնեմ դեռ։ Լևոնի կյանքի գլխավոր ճանապարհը անցնում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Հրաչ և Սյուզան Թուֆայաններ հայրորդյաց տնով։ Այստեղ են անցնում ըմբշամարտի մարզումները։ Հաստատությունում ասում են ըմբշամարտի դասարան, բայց այն ավելի շատ մարզական ակումբ է հիշեցնում, ուր տարբեր օրերի, ժամերի, տարիքային տարբեր խմբեր են մարզվում։ Մարզիչը Ժորա Վարդանյանն է։ Լևոն Վարդեղյանը վերջերս մասնակցել է 2 մրցումների ու վերադարձել է հաղթանակով։ Էստոնիայում մինչև 15 տարեկանների միջազգային մրցաշարում 3-րդ տեղն է զբաղեցրել, դարձել է բրոնզե մեդալակիր։ Վրաստանում Բաթումի քաղաքում մինչև 15 տարեկանների մրցաշարում ոսկե մեդալի է արժանացել, գրավել է առաջին տեղը։ Կային շատ երկրներ, տարբեր էին մրցակիցները և շատ ուժեղ և կարծում եմ, որ այդ մրցույթը տվեց իր փորձը ինձ, տվեց այն հնարավորությունը, որ ես կարողանամ ավելի ուժեղանամ և հաջորդ մրցույթներում կարողանամ ավելի լավ ներկայանալ և բարձր պահեմ մեր դրոշը։ Պատին փակցված է աշխարհի չեմպիոն Սուրեն Աղաջանյանի նկարը։ Նա Հորդանանի մայրաքաղաք Ամմանում մինչև 20 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունում աշխարհի չեմպիոն է դարձել։ Բոլոր մենամարտերին հաղթել է բացարձակ առավելությամբ։ 2023-ի օգոստոսին Սուրենին Զվարթնոց օդանավակայանում դիմավորել են դափնիներով, մեծարանքով։ Դա իմ 2 տարվա նվաճումների մի մասն է, գլխավոր մասը կարելի ասել, երբ Իտալիայում 2022 թվականին դարձա երիտասարդների Եվրոպայի չեմպիոն և Հորդանանի քաղաքներից Ամմանում դարձա երիտասարդների աշխարհի չեմպիոն 2023 թվականին արդեն։ Եվ էլի նվաճումներ ունեմ, որ այս պլակատի վրա չկան։ Նաև անցած տարի դարձել եմ բանակայինների աշխարհի չեմպիոն, որը կայացավ Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում։ Աշխարհի չեմպիոնի տիտղոսը գրաված երիտասարդ ըմբիշը իր մարզական ճանապարհը սկսել է Էջմիածնում Մայրաթորի Հրաչ և Սյուզան Թուֆայան հայրորդյաց տան ըմբշամարտի դասարանում մարզիչ Ժորա Վարդանյանի խմբում։ Վերջերս Սերբիայում կայացած մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում գրավել է 3-րդ տեղը, արժանացել է բրոնզե մեդալի։ Սուրենը սովորել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, ծառայել է ու զորացրվել, այլ մարզասրահներ էլ է այցելել, բայց այստեղ իրեն տանն է զգում։ Դարձել եմ բրոնզե մեդալակիր, բայց այլ նպատակով են գնացել։ Այս անգամ այսպես ստացվեց, կաշխատենք սխալների վրա, որպեսզի մյուս անգամ ավելի վառ գույնի մեդալով վերադառնանք։ Հաղթանակների իրենց ճանապարհն են հարթում կրտսեր ըմբիշները։ Նարեկ Մկրտչյանը և Արիսը Գալստյան Էստոնիայում կայացած մինչև 14 տարեկանների միջազգային մրցաշարում 3-րդ տեղն են զբաղեցրել, յուրաքանչյուրը իր տարիքային խմբում։ Շատ հետաքրքիր էր, տարբեր երկրներից մասնակցում էին, նաև Հայաստանը իր հավաքականով։ 9 տարեկան եմ, սիրում եմ զբաղվել ըմբշամարտով։ Ես մասնակցել եմ Էստոնիայի մրցումներին, զբաղեցրել եմ պատվավոր 3-րդ տեղը։ Հաղթել եմ 4 հոգու, 1 հոգու եմ պարտվել։ Էջմիածնի հայրորդյաց տունը ավելի քան 20 տարվա պատմություն ունի։ Հաստատությունում 500-ից ավելի երեխա է սովորում 27 տարբեր դասարաններում։ Սաներն այստեղ արվեստի, արհեստի, սպորտային դասարաններում սովորում են տիրապետել նախընտրած բնագավառի հմտություններին, գիտելիքներին։